Բարև ձեզ հարգելի բարեկամներ, եթերում արձագանք հեռուստաընկերությունն է։ Հարգելի բարեկամներ, ապրիլի 3-ին լրանում է արձագանք հայկական հեռուստաընկերության 29-րդ տարին։ Հեռուստաընկերություն, որը 29 տարի շարունակ անխափան գործել է, ամեն շաբաթ այցելելով ձեր տները, ներկայացնելով Հայաստանը, Արցախը, աշխարհասփյուռ հայությունը, այսօրվա կատարվող իրադարձությունները եւ իհարկե ամերիկահայության նվաճումները եւ ձեռքբերումները։ Հեռուստաընկերություն, որը նկարահանել է հազարավոր հաղորդումներ, ներկայացրել եկեղեցիների, կուսակցությունների, միությունների, կազմակերպությունների գործունեությունը, նախագահներին, կաթողիկոսներին, քաղաքական գործիչներին, արվեստագետներին եւ շատ անհատներին, որոնք իրենց ներդրումն են բերել հայ ազգի բարօրությանը եւ բարգավաճմանը։ Արձագանք հեռուստաընկերության նպատակն է եղել իր ստեղծման օրից ծառայել ազգին եւ ազգային արժեքները ներկայացնել լայն հասարակությանը։ Շատ պատվաբեր առաքելություն։ Դե ինչ, եկեք միասին շնորհավորենք Ամերիկայի արևելյան շրջանի Արձագանք հեռուստաընկերությանը, ձեր միակ հեռուստակայանի տարեդարձը, որը անխափան հեռուստատեսությամբ ցուցադրվել է 29 տարի, համագործակցության եւ նվիրատվությունների շնորհիվ։ Մաղթենք, որ այս հայապահպան կազմակերպությունը հարատև լինի ձեր առատաձեռնության շնորհիվ։ Շնորհավոր տարեդարձը, արձագանք։ Հարգելի բարեկամներ, եթերում արձագանք հեռուստաընկերությունն է եւ մենք շարունակում ենք մեր հաղորդումը նորություններով։ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի արդյունքներով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը The World Council of Churches հանդես է եկել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակելու մասին հայտարարությամբ։ Մարդկանց պատանդ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտում է, ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը առանց իրավական հիմքի գերեվարել է առնվազն 23 հայ քաղաքացիների, որոնց թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ նախկին եւ գործող պաշտոնյաներ եւ զինծառայողներ։ Նրանք ըստ մարդու իրավունքների կազմակերպությունների ենթարկվել են խոշտանգումների եւ նվաստացումների։ Նշվում է նաև, որ մարդու իրավունքների խորհուրդը պետք է բոլոր միջոցներով նպաստի հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը եւ Սենատի Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խումբը կոչ են անում ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր, ասված է Ֆրանսիայի Սենատի հաղորդագրությունում։ Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լուկ Դևինան եւ Լեռնային Ղարաբաղի հարցերով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանը ողջունել են Հայաստանի հանձնառությունը հասնելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի։ Նրանք կոչ են անում Ադրբեջանին շուտապույտ ստորագրել այն Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։ Ըստ համաձայնագրի Ադրբեջանը պետք է ազատի ապօրինի պահվող բոլոր բանտարկյալներին եւ միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը պետք է անվտանգ եւ անարգել վերադառնա իրենց պատմական հողերը։ Վերջերս Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինին այցելել էր Հայաստանի Սյունիքի մարզ եւ գրել, որ Սյունիքը Հայաստանի տարածքի անկախտելի մասն է եւ մարզի բնակիչները իրավունք ունեն ապրելու խաղաղ, առանց վախի եւ սպառնալիքների, հավելել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինին։
Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Իրանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը Ազադի աշտարակը Նովրուզի նախատոնական միջոցառումների շրջանակում լուսավորվել է տարբեր պետությունների, այդ թվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով որպես բարեկամ երկիր։ Աշտարակի վրա նաև հայալեզու շնորհավորանք է ներկայացվել՝ Նովրուզ շնորհավոր։ Իդեպ Նովրուզը, որը հանդիսանում է Իրանի ամանորը, նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ դրան մոտ ժամանակահատվածում։ Տոնի անվանումը թարգմանաբար նշանակում է նոր օր։ Արձագանք հեռուստաընկերությունը, որը գործում է 1996 թվականից, նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Նկարահանումներ և լուսապատկերներ, դրոն, ֆոտոբուֆ և այլ ծառայություններ։ Վերջին 3 տարում մեր նկարահանումները ճանաչվել են լավագույններից Միացյալ Նահանգներում։ Այցելելով մեր կայքը www.amvideophoto.com կտեսնեք ժամանակակից հնարքներով ստեղծված գեղեցիկ աշխատանքները։ Ավելի քան 5000 երջանիկ հաճախորդները և կատարյալ 5 աստղանի վարկանիշը վկայում են մեր թիմի պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության մասին։ Մենք տրամադրում ենք ծառայություններ Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Քոնեկթիկուտում և Պենսիլվանիա։ Առաջարկում ենք ճկուն գներ և մասնավոր զեղչեր մեր հեռուստադիտողների համար։ Զանգահարեք մեզ այսօր 917 446 7375 հեռախոսահամարով ձեր միջոցառումը անմոռանալի դարձնելու համար։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Ստամբոլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին հանցավոր խմբավորման ղեկավարության և կաշառակերության մեղադրանքով։ Նա մեղադրվում է նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը աջակցելու համար։ Նրան մի քանի ժամ հարցաքննել են և դատարանը որոշել է կալանավորել։ Իմամօղլուն հերքել է բոլոր մեղադրանքները։ Մարտի 19-ից ի վեր Թուրքիայի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի ցույցեր։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրել է Ստամբուլի կալանավորված և ժամանակավորապես աշխատանքից հեռացված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դիմել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կոչ անելով նշանակել արտահերթ ընտրություններ և մասնակցել դրանց, մրցելով Իմամօղլուի հետ։ Նշենք, որ Եվրոպայի խորհուրդը խիստ դատապարտել է Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը և կոչ է արել Անկարային անհապաղ ազատ արձակել նրան։ Հարգելի բարեկամներ, դիտեք մեր ծրագրերը նաև YouTube-ով և մի մոռացեք բաժանորդագրվել, հավանել, մեկնաբանել և տարածել մեր ծրագրերը և անպայման միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող են վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։
Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzeganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։